Դեռ հարցազրույցը չէր ավարտվել, երբ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց ունեցավ ու Ռոբերտ Քոչարյանին անվանեց մարդասպան, ասաց, որ նրա տեղը բանտում է, նա թալանչի է եւ այսպես շարունակ։ Գիտեք, բնական է, նախագահն իր խոսքում էլ ասեց, որ արդեն իմունիտետ ունի այդ քննադատությունների, մենք էլ ենք արդեն կարելի է նույնիսկ ժամացույց ստուգել, էլի այդ քննադատություններով։ Այսինքն ցանկացած նախագահի խոսքից հետո կոնկրետ շրջանակներ, շատ կոնկրետ անհանգստություն են ունենում, առավել եւս երբ որ կա նախագահի մասնակցության հայտ։ Այսինքն իր դեմքով կամ ծանրակշիռ ոնց որ նախագահն ասում, այսինքն որևէ մասնակցության հայտի դեպքում սկսում է այդ հիստերիկ ջղաձգումները, սկսեմ իշխանական ջղաձգումներից, գիտեք, ինչ բառեր ասցի, մարդասպան, թալանչի, չէ, ինչ որ տես բաներ, հա, այդ ամբողջ բառերի կոմպլեկտը ուղիղ վերաբերելի է Ալեն Սիմոնյանին, իր խմբակին, իրենց ղեկավարած խմբակին, գիտեք, մարդասպան եզրույթը օգտագործում են մարդիկ, որ Հայաստանի ցանկացած բնակավայր մտնես, իրենց սպանած, իրենց մեղքով սպանված մարդկանց գերեզմաններ կան, տասնյակ եւ հարյուրավոր։ Առնվազն հոկտեմբերի 18-ից հետո ցանկացած յուրաքանչյուր զոհ եղել է ուղիղ իրանց ցանկությամբ, որովհետեւ իրենց բարագլուխը հայտարարեց, որ կարող էր լինել նույնը, զոհեր չլինեին։ Ասեմ ավելին, կարող էր լինել ավելի լավ, շատ ավելի լավ, ու այդ զոհերը չլինեին։ Մարդասպանությունից խոսում է մի խմբակի անդամ, որոնք հղի կնոջը վրայի երթի են ենթարկում եւ անօգնական թողնում են, նույնիսկ շտապօգնություն չեն զանգում։ Գիտեք, բոլորս վարորդ ենք, որ մի ծիտիկ, մի կենթանի ծիտ կպնում է մեքենային, կանգնում ես իջնես ու տեսնես ինչով կարաս օգնես։ Դրանք են խոսում մարդասպանությունից։ Ու իրանց պարագլուխը շատ լավ ասում, էլի ով ինչից խոսա, իրանք թող քյաբաբ խորովածից խոսան։ Ու գիտեք, Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին մարդասպան է անվանում, նու առնվազն 7 օր անցել է, չէ՞, ոնց որ այդ անվանելուց։ Այսօր առնվազն Ալեն Սիմոնյանի կամ մեկնահողը պետք է լիներ կամ 7-ը։ Իրանք է հարազատներով նստած, այդ իր այդ ակվարիումի մեծ նկարը մեծացրած ու իրանց հարևաններից երևի Ռուբիկ Ձյաձյանն է պետք է ասեր դե առաջի բաժակը կարանք չչխկացնենք, հետո չխկացնենք, էլի։ Ինչ խոսույթ է, ինչ վիճակ է։ Գիտեք, մի հին լավ անեկդոտ հիշեցի, որ մի ֆրոնտ չգնացած մի պապիկ իբր ինքն էլ է ուզում ասի, որ ինքը վետերան է, նու այդ բակի երեխաներին ասում է դե գնացինք հերոսաբար կռվեցինք եւ այլն, հետո ես դե պլեն ընկա, ասում են պապի բա հետո դե ասում է ֆաշիստները ասեցին մի մասը կամ պիտի ձեզ բռնաբարենք, կամ պիտի սպանենք, ասում է պապի բա քեզ ինչ եղավ, դե ասում է ինձ սպանեցին, էլի։